Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես րոպեներ առաջ խոստացել ենք, այսօրվա թեման, որն է փետրվարի 15-ին ամբողջ աշխարհի պայքարը մանկական քաղցկեղի դեմ, շարունակելու ենք մեր հաջորդ, այսինքն արդեն մեր հյուրերի հետ եւ ինչպես խոսեցինք Յոլիան Արյունաբանության ինստիտուտի մասնագետների հետ, շատ կարեւոր է բուժման ընթացքում ժպիտների քաղաք հիմնադրամի աջակցությունը ու թե ինչպես են այդ գումարները հավաքագրվում, ում եւ ինչ ջանքերով կիմանանք հենց հիմա մեր հյուրերից։ Մեր հյուրերն են Էմմա Թադևոսյան, City of Smile բարեգործական հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար եւ Էսթեր Դեմիրճյան, City of Smile բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն։ Բարի լույս։ Բարի լույս։ Եկեք խոսենք City of Smile-ի ծրագրերի մասին, ինչպես է աջակցում երեխաներին, թե հոգեբանական առումով, թե սոցիալական առումով, թե ֆինանսական առումով, ինչ ծրագրեր ունենք։ Իսկապես City of Smile հիմնադրամի միակ եւ առաջնային առաքելությունը դա քաղցկեղով հիվանդ երեխաներին եւ երիտասարդներին աջակցելն է բուժման առումով, այսինքն համար 1 կարևոր գործառույթը մեզ համար դա ապահովել բոլորին անհրաժեշտ բուժումով, որի մեջ մտնում են բնականաբար դեղեր, հետազոտություններ, վիրահատություններ եւ այլ երկար տարատեսակ բուժման հետ կապված գործառույթներ։ Բայց ընդհանուր առմամբ մեր նպատակն է ընդհանրապես հասցնել իր ամենալավագույն տեսքի մանկական քաղցկեղի բուժումը, այսինքն դրա մեջ մենք ներառում ենք եւ ինչպես դուք նշեցիք սոցիալ-հոգեբանական աջակցությունը, որովհետեւ առանց դրա իսկապես հնարավոր չի կամ շատ դժվար է ընտանիքների համար հաղթահարել այս նորությունը եւ այս գործընթացը, որի միջոցով իրենք անցնում են։ Մյուս կողմից շատ կարևոր ծրագրերից է մեզ համար սնունդի ծրագիրը, որով մենք բոլոր երեխաներին հիվանդանոցում գտնվելու ընթացքում ապահովում ենք օրական 4 անգամյա սնունդով, որպեսզի վստահ լինենք, որ երեխաները ստանում են բավարար սնունդ եւ բոլորը նույն սնունդն են ստանում, այսինքն այնպես չի, որ մեկի հորաքույրը կողքն է ապրում, ինքը ավելի շատ սնունդ է ստանում կամ ավելի թարմ սնունդ է ստանում։ Մյուս մեր շատ կարևոր ծրագրերից էր, որը էլի Հայաստանում առաջի անգամ ստեղծվեց, դա մանկական պալիատիվ բաժանմունքն էր, որը բացվեց 2021 թվականին, մինչ այդ մենք չունեինք մանկական պալիատիվ բաժանմունք, որը իսկապես նորից քաղցկեղի բուժման ամբողջական գործընթացի կարևորագույն մասերից մեկն է, դա ամոքիչ բժշկությունն է, այսինքն այն շրջանում, երբ որ ցավոք բուժումը չի արձագանքում, բայց այնուամենայնիվ երեխաներին դեռ պետք է բժշկական աջակցությունը եւ բնականաբար ընտանիքներին։ Դրանից բացի մեզ համար շատ կարևոր է ընդհանրապես առաջխաղացումը մեր բժշկության եւ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որ ավելի նոր բուժումներ ներմուծենք այստեղ, այսինքն հետևենք այն պրոտոկոլներին, որոնք կան դրսում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ փորձենք օգտագործել նմանատիպ դեղորայքը, դրա մասին իհարկե ավելի մանրամասն Էմանել կխոսի, բայց հիմնական ավելի եթե սեղմ ասեմ, հիմնական մեր նպատակը դա յուրաքանչյուր երեխան, ով ախտորոշված է քաղցկեղով Հայաստանում, ստանա լավագույն խնամքը եւ բուժումը, որը առկա է այստեղ։ Ու պիտի նշենք, որ City of Smile հիմնադրամը իր ուսերին կրում է նաև գտնելու այդ երեխաներին ու մարդկանց այդ պատասխանատու աշխատանքը, տարատեսակ հարթակներ օգտագործելով այս խնդրի մասին խոսելու, բարձրաձայնելու, քարոզելու, որ պետք է այո այցելել բժշկի եւ ինչ է նախատեսված 2026 թվականի իրազեկման արշավի համար, ինչ քայլեր են արդեն իրականացվել եւ ինչ է սպասվում։ Ինչպես հայտնի է բոլորին, մենք շատ իրազեկման աշխատանքներ ենք կատարում, որպեսզի խնդիրը հնարավորինս արտահայտված լինի բոլոր հանրության կողմերի համար, ինչը շատ կարևոր է այս խնդիրը բարձրաձայնելու հարցում։ Եվ ինչպես միշտ մենք ունենալու ենք մի քանի միջոցառումներ տարեկան, դա ընթրիքներն են, համերգները, իհարկե դա ընթացիկ է եւ առայժմ բարձրաձայնել չենք կարող, բայց ընթացքում բնականաբար կբարձրաձայնենք, ինչպես նաեւ ունենք նոր արշավ, հատուկ այսօրվա հետ կապված, QR կոդերի հետ կապված, որը որ քաջարելու ենք, որպեսզի մեր դոնորները, ովքեր որ բաժանորդագրվելու են ամսական նվիրատվություններին, կարողանան ձեռք բերել մեր միջոցով այս QR կոդերը եւ փակցնել իրենց մեքենաներին, որպեսզի հանրությունը ավելի տեղյակ լինի խնդրի մասին եւ բնականաբար այդ QR կոդը տանելու է նվիրատվությանը եւ այո, նվիրատվությունները շատ կարևոր են այս խնդրի լուծման հարցում, քանի որ քաղցկեղը չի սպասում եւ կարեւոր է, որպեսզի երեխաները ստանան լիարժեք բուժում Հայաստանում եւ որևէ դեպքում չմտածեն, որ արտերկրում կարող է ավելի լավ լինել։ Ոչ, Հայաստանում ամբողջովին քաղցկեղը բուժելի է եւ մենք ունենք բավականին լավ ցուցանիշ, մոտ 75-ից 80% բուժման ցուցանիշ ունենք մենք, ինչը մեր նման երկրի համար անշուշտ
հիանալի ցուցանիշ է եւ իհարկե մենք դեռ տեղ ունենք աշխատելու, բայց առայժմ այս պայմաններում սա հիանալի ցուցանիշ է համարվում։ Շատ լավ։ Որքանով է այսօր հասանելի ժամանակակից բուժումը հայ երեխաների համար եւ ինչ դեր ունի հիմնադրամը այդ հասանելիությունը ապահովելու գործում։ Այո, իրականում ես կարող եմ ասել, որ երևի մեծ մաս անգամ գլոբալ առումով Հայաստանում նորագույն բուժումը բավական հասանելի է մեր երեխաների համար եւ հենց դա էր նաեւ այդ գործառույթներից մեկը այն էր, որ ժամանակի մենք նաեւ աջակցեցինք փոխպատվաստման ոսկրածուցի փոխպատվաստման ներդրմանը Հայաստանում, որը նախկինում չէր իրականացվում եւ ցավոք մեր բոլոր երեխաները ստիպված էին հսկայական դրամահավաքներ փորձել կազմակերպել եւ գաղթում էին Եվրոպա կամ այլ որևէ երկիր, որպեսզի այնտեղ կարողանային այդ աջակցությունը ստանալ։ Բոլոր առումներով շատ բարդ եւ դժվարագույն process, որովհետեւ ինքը գործունեությունը այդ փոխպատվաստումը արդեն բավականին ծանր պրոցեդուրա է, ել չհաշված ամբողջ ընտանիքի այդ դժվար process-ները։ Եվ դրա համար դա մեր շատ կարևոր նպատակներից մեկն էր նաեւ, որ դա պետք է իրականացվի Հայաստանում, որպեսզի եւ մեր երեխաները մնան իրենց ընտանիքի շուրջ եւ մյուս կողմից էլ ընտանիքները այդքան բարդ process-ների միջով չանցնեն եւ 23 թվականից City of Smile-ի աջակցությամբ ավելի շուտ մենք process-ը սկսեցինք, բայց 23 թվականից արդեն իրականացվում են փոխպատվաստումները Հայաստանում, մեր նախարարության իհարկե եւ մի քանի միջազգային գործընկերների շնորհիվ այսօր արդեն եթե չեմ սխալվում 14 երեխա այսօրվա դրությամբ արդեն 14 երեխայի համար իրականացվել է փոխպատվաստում եւ ծրագիրը բնականաբար շարունակական է, բայց դրա հետ մեկտեղ մենք շատ ակտիվ հետևում ենք բոլոր նորամուծություններին եւ իհարկե փորձում ենք անել այնպես, որպեսզի մեր երեխաները որևէ կերպ հետ չմնան համաշխարհային լավագույն բուժման հնարավորություններից։ Ու բուժումներից բացի նաև ապահովում է այն միջավայրը, որտեղ երեխաները ստանում են այդ բուժումը, դա ինչպես արդեն ձեր խոսքում նշեցիք սննդի ապահովումն է, նաև այն միջավայրը ժամանցը, որը ստանում են երեխաները, ինչպես է այս ամենը կազմակերպվում, որպեսզի ամբողջությամբ չկտրվեն իրենց մանկական իրականությունից ու հիվանդանոցային կյանք չտեղափոխվեն։ City of Smile հիմնադրամը ունի ծրագիր, ինչպես նշեց եւ Էսթերը եւ դուք արդեն գիտեք, հոգեսոցիալ ծառայության ծրագիրն է դա, որը որ երեխային ապահովում է այն միջավայրը, որը որ հնարավորինս կարող է թույլատրել այդ հոգեբանական բեռը երեխայի եւ նաեւ ընտանիքի, քանի որ հոգեսոցիալ թիմը աշխատում է ոչ միայն բուն երեխայի հետ գործողությունները իրականացնում է նաև ընտանիքի անդամների հետ, երբեմն քույր եղբայր եւ բնականաբար մայր եւ հայր պարտադիր աշխատում են իրենց հետ, քանի որ ընտանիքի աջակցությունը նույնպես շատ կարեւոր է այս հարցում։ Միայն երեխան չի կարող ստանալ այդ աջակցությունը եւ դրանով բավարարվել։ Շատ կարեւոր է, որպեսզի ընտանիքը գիտակցի եւ ամբողջությամբ կարողանա կանգնել երեխայի կողքին։ Ես ուղղակի հավելեմ, որ նաև ուզում եմ իհարկե շնորհակալություն հայտնեմ դրա համար, բազմաթիվ կազմակերպություններ, գործընկերներ, անհատներ, դպրոցի երեխաներ միշտ կա ցանկություն մի փոքրիկ ինչ որ տոն ստեղծել մեր երեխաների համար եւ մենք իսկապես շատ հաճախ տարվա ընթացքում ունենք հյուրեր, տարբեր բեմադրություններ, ծաղրածուներ, նվերների բազմաթիվ քանակներ, ես միշտ դրա մասին խոսում եմ հատկապես ամանորյա շրջանում։ Մենք երևի սկսում ենք դեկտեմբերի սկզբից եւ մինչեւ հունվարի վերջ մենք ունենք այցելուներ, նվերներ բերող, այդ առումով ես իսկապես շատ շնորհակալ եմ, որ որևէ կերպ մեր երեխաները չեն մնում լքված, մոռացված, որովհետեւ միշտ կան մարդիկ, որոնք թե թիմով, թե ընկերներով, թե ընտանիքով ցանկություն ունեն ինչ որ մի նվերներ բերել կամ ինչ որ մի համով բան ուղարկել երեխաներին կամ ինչ որ մի հետաքրքիր մի բան անել երեխաների համար, այսինքն իհարկե մեր հիմնադրամի համար ամենակարևորը դա ֆինանսական աջակցությունն է, որտեղ դա է մեր հիմնական կարևոր եւ ամենաառաջին ֆունկցիան, բայց մյուս կողմից այդ էմոցիոնալ պահերը երեխեքի համար շատ կարևոր են, որպեսզի իրանք այդպես ձեր ասած կտրվեն հիվանդանոցային առօրյայից եւ մի քիչ էլ շարունակեն վայելել իրենց մանկությունը նույնիսկ հիվանդանոցի պայմաններում։
Ու նշենք, որ City of Smile-ը աջակցում է բոլոր այն երեխաներին ու երիտասարդներին 0-ից մինչև 25 տարեկան, որոնք ունեն առողջական խնդիրներ կապված քաղցկեղի հետ, եւ մեզնից յուրաքանչյուրը կարող է իր անգամ ամենափոքր թվացող լուման ներդնելով օգնել ու աջակցել այս մարդկանց իրականություն դարձնել մեկ պատանու, մեկ երիտասարդի ու փոքրիկի երազանք, իսկ դա ամենակարևոր ու ամենամեծ երազանքն է, պարզապես լինել առողջ։ Ինչպես կարող ենք մենք միանալ այդ արշավին, ինչպես կարող ենք աջակցել նաև ֆինանսապես, բացի QR-ներից, որ նշեցիք, գուցե հարթակի միջոցով։ Իհարկե, 3w.cityofsmile.org կայքը կարող են այցելել մեր բոլոր հեռուստադիտողները եւ պարզապես մարդիկ եւ կատարել իրենց նվիրատվությունները կայքի միջոցով, այնտեղ կային նաեւ բանկի տվյալներ, բանկային հաշվեհամարի, կարող են կատարել նվիրատվությունները նաեւ բանկային հաշվեհամարի միջոցով։ Իրականում ծրագիրը շատ պարզ է, պարզապես պետք է մուտք գործել եւ հետեւել հրահանգներին։ Ես ուղղակի նորից ուզում եի ավելացնել, որ բնականաբար մենք շատ ենք ուրախանում, երբ որ մարդիկ բաժանորդագրվում են, որովհետև երբ որ մարդ բաժանորդագրվում է եւ ամեն ամիս անում է այդ նվիրատվությունը, դա մեզ տալիս է մի քիչ մտքի հանգստություն, այո, ստաբիլություն, որ մենք հաջորդ ամիս նույնպես ունենք այսքան գումար, որը իսկապես մեզ համար շատ կարևոր է, որովհետև բոլորը հասկանում են, որ քաղցկեղը բավականին երկար եւ շարունակական բուժում է, դա մեկ վիրահատություն չէ եւ մեկ գործառույթ չէ, երեխաները բուժում են անցնում 6 ամիս, 8 ամիս, երբեմն տարի, տարի ու կես, այսինքն դա շատ երկար գործառույթ է եւ ցանկացած բաժանորդագրություն մեզ շատ է ուրախացնում, որովհետև մենք գիտակցում ենք, որ այս մարդը մեզ հետ է առնվազն 6 ամիս կամ 1 տարի ինքը շարունակելու է մեզ աջակցել, եթե ոչ ավել, եւ իսկապես շատ ուրախալի է, երբ որ մենք ունենում ենք արձագանք մեր բաժանորդագրված գործընկերներից, որոնք մեզ սկսում են գրել, որ խնդիր կա իմ քարտի հետ, իմ նվիրատվությունները չի գալիս ձեզ, խնդրում եմ ստուգեք կամ քարտս փոխել եմ, հանկարծ այնպես չլինի, որ իմ բաժանորդագրությունը դադարի, այսինքն իսկապես այդ մեզ շատ է ոգևորում, որ մարդիկ չեն մոռանում, նույնիսկ լինելով բաժանորդագրված, իրենց մտքին դա կա, որ իմ նվիրատվությունները շարունակեն գնալ եւ շատ բարձր են գնահատում ցանկացած նվիրատվություն եւ կան նաեւ ավելի փոքր նվիրատվություններ կամ երբեմն նաեւ մեծ հարթակներ, դա փոքրիկ արկղերն են սուպերմարկետներում, որ մարդիկ կարող են տեսնել, դա էլ է մի տարբերակ, եթե մարդը չի ուզում մտնի մեր կայք, բայց իհարկե մեր կայքում մտնելով նաև բավական տեղեկատվություն կա հիմնադրամի մասին, թե մեր հաշվետվությունները, թե մեր արած աշխատանք, այսինքն կայք մտնելով նաև մարդիկ կարող են շատ տեղեկատվություն ստանալ, թե ինչ է անում իրականում հիմնադրամը։ Մենք այսօր առավոտը սկսել էինք մի փոքրիկ երազանքով, որ դե ասում են ուրբաթ 13-ն է, մենք էլ որոշեցինք, որ այսօրը հիանալի է երազանք պահելու համար ու կարող ենք միայն մեկ բան երազել, որ աշխարհում որևէ երեխա, որևէ մարդ երբեք չունենա նմանատիպ օգնության եւ աջակցության կարիք եւ թող այդ գումարները ծառայեն միայն պատանիների ու փոքրիկների երազանքները իրականացնելու համար եւ թող բոլորը լինեն առողջ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ձեզ ենք շատ շնորհակալ։ Սիրով։ Իսկ մենք շարունակենք եթերը մեր երազող տղայի, ուժեղ տղայի պատմությամբ։ Բավականին երկար ժամանակ է չենք լսել այս երգը։ Այո։